Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ և հունիսի 5-ից 7-ը Երևանի կենտրոնական փողոցները կրկին պատրաստվում են հյուրընկալել տարվա գլխավոր կարևորագույն զբոսաշրջային և մշակութային իրադարձությունը։ Այս տարի Երևանի գինու օրեր փառատոնը նշում է իր 10-ամյակը, պատկերացնում եք արդեն 10-րդ տարին է, ինչ գինու փառատոնը գոյություն ունի և հենց այդ մասին պատրաստվում ենք խոսել մեր հյուրերի հետ։ Ես շտապ եմ ներկայացնել նրանց։ Լիլի Ծառուկյան, Էվենտուրա ընկերության փոխտնօրեն, բարի լույս, եւ Ալիսա Օհանյան, նախագծի կառավարիչ։ Բարի լույս։ Երևանի գինու օրեր, նշում եք հոբելյանական 10 տարին, ինչ է փոխվել այս 10 տարիների ընթացքում, ինչ է ավելացել այս նախագծի մեջ։ Այո, նախ շնորհակալ ենք հյուրընկալելու համար։ 10 տարիների ընթացքում իրական 10 տարին անցել է դժվար, բայց եւ տպավորիչ զարգացման տարի ենք ունեցել։ Եթե հետհայաց գցենք 2017 թվականին, երբ առաջին անգամ կայացավ Երևանի գինու օրեր փառատոնը, ունեինք ընդամենը 25 գինեգործական ընկերություն եւ փառատոնը ընդգրկում էր մեկ փողոց, Սարյան փողոցի ընդամենը մեկ հատված։ Եվ դժվար էր այդ ժամանակ պատկերացնել, որ այս 10 տարիների ընթացքում այնքան կզարգանա, այնքան կաճի, որ Սարյան փողոցից դուրս կգանք ու կանցնենք արդեն Մոսկովյան փողոց, Թումանյան փողոց, Մոսկովյան փողոց եւ կհյուրընկալենք արդեն հազարավոր այցելուների, գինեգործական ընկերությունների։ Այս տարի արդեն 26 թվականին գինու փառատոնը ունենալու է շուրջ 100 գինեգործական ընկերություն։ Այսինքն տարբեր մարզերից նաև ոչ թե մեկ-երկու մարզից, այլ արդեն Հայաստանի տարբեր մարզերից եւ որն էլ որ այս տարվա հետաքրքիր բացման արարողությամբ կներկայացնենք։ Սա մի փոքր ուշ կխոսեմ այս ամենի մասին, բայց ցանկանում եմ նշել, որ այս 10 տարիների շրջանը նաև զգալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի զբոսաշրջային մագնիսի զարգացման վրա, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացման վրա, որովհետև 2025 թվականին ունեցել ենք 180,000 այցելու, որից 40%-ը զբոսաշրջիկներ էին, եւ այս թիվը գնալով տարեցտարի ավելի մեծանում է։ Այս տարվա համար հույս ունենք եւ ակնկալում ենք 250,000 պլյուս այցելուների։ Մարդիկ ամանորի նման սպասում են, թե երբ է ամառը գալու, որպեսզի նշեն գինու փառատոնը։ 3 օրերի ընթացքում հյուրընկալում եք 180,000-ից 200,000 մարդ։ Արդյոք դա իր վտանգը չի ներառում եւ ինչպես եք կարողանում ամեն բան համակարգել, որ այդ 3 օրերը անցնեն անվնաս եւ երջանիկ։ Իրականում հոսքը իսկապես շատացել է եւ մենք համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ոստիկանության հետ, բարեկային ծառայության հետ, սերտ համագործակցելով իրենց հետ, ինչպես նաեւ ունենում ենք անհատական անվտանգության աշխատակիցներ, ովքեր որ փորձում են համագործակցելով միմյանց հետ այնպես անել, որպեսզի միջոցառումը անցնի անխափան, անվտանգ բոլորի համար եւ զբոսաշրջիկների համար եւ մեր տեղացի այցելուների համար։ Իսկ շատ են զբոսաշրջիկները արտերկրից։ Իրականում այո, ինչպես իմ գործընկերուհին նշեց, մեր այցելուների մոտ 40%-ը զբոսաշրջիկներ են ու մենք այդ ուղղությամբ շատ ենք աշխատում, այսինքն փառատոնի ավարտից հետո մենք անմիջապես աշխատում ենք մյուս տարվա վրա, մասնակցում ենք տարբեր ցուցահանդեսների, աշխատում ենք տարբեր մեդիա հարթակների հետ, որպեսզի դրսի միջազգային տուրօպերատորները, ինչպես նաև դրսի այցելուները իմանան, որ նմանատիպ միջոցառում է լինելու եւ իրենք նախապես պլանավորեն իրենց այցելությունը դեպի Հայաստան։ Եվ 2021 թվականից մենք որոշեցինք, որ գինու օրերը պետք է անցկացնենք հունիս ամսվա առաջին ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի զբոսաշրջիկները նախապես արդեն տեղյակ լինեն, որ այդ օրերին կա նմանատիպ միջազգային փառատոն եւ հնարավոր է իրենց այցելությունը պլանավորեն դեպի Հայաստան ու փառատոնը ներառեն իրենց ժամանցային հատվածում ու այդ պատճառով դա մեզ այդպես օգնում է, որպեսզի իրանք պլանավորեն այցելություն Հայաստան։ Ի սկզբանե փառատոնը նախաձեռնելու նպատակը
որն էր եւ ինչու էր կայանում գաղափարախոսությունը եւ եթե նայենք հետ այս 10 տարիների ընթացքում արդարացված եք համարում նպատակը եւ դեպի ուր եք շարժվում հիմա արդեն։ Նպատակը փառատոնի դա իրադարձային զբոսաշրջության զարգացումներ Հայաստանում, բայց նա ունի նաև խորքային նպատակ զարգացնել գինեգործությունը Հայաստանում։ Ինչպես գործընկերուհիս նշեց, 2017 թվականին, երբ առաջին անգամ միջոցառումը տեղի էր ունենում, կային ընդամենը 25 գինեգործական ընկերություններ եւ այժմ ունենք մոտավորապես 150 գինեգործական ընկերություններ, որոնցից 100-ը մասնակցում են գինու օրերին։ Փառատոնի շնորհիվ զարգանում է գինեգործությունը, չեմ վախենա դա ասել, որ իսկապես դա այդպես է։ Այո, միանշանակ դա այդպես է։ Խոսեմ մի փոքր այս միջոցառման բացման արարողության մասին, ինչպես դուք նշեցիք, ինչ է սպասվում, ինչ անակնկալներ են սպասվում։ Եթե անակնկալը մի ասեք, բայց լավ կլինի, որ ասեք մեկ։ Բայց այնուամենայնիվ 10 տարեկան եք, ինչ որ Օբելյանական 10 նորություններ, որոնք նախորդ տարիներին երևի թե չեն եղել։ Այո։ Նորություններ ունենք այս տարի, մի քիչ այլ նորություններից էլ ասեմ։ Ունենալու ենք կրթական հատված, գինի եւ ավելին գործարազրույցներ խորագրի ներքո, տեղակայված ելնելու կրթական հատվածը Սարյան, Մոսկովյան, Թումանյան փողոցների հենց Խաչմերուկում։ Ունենալու ենք ներառական նկարչության դասընթացներ, ունենալու ենք գրաֆիտի, այսինքն ժամանցային հատվածը բավականին լեցուն է լինելու եւ յուրաքանչյուր այցելու կարողանա իր հետաքրքրություններին համապատասխան ժամանց գտնել փառատոնի ընթացքում, եթե չի ցանկանում գինի վայելել։ Իսկ արդեն հունիսի 5-ին ժամը 6-ից ունենալու ենք բացման արարողություն Թումանյան փողոցում բեմի հարևանությամբ։ Ժամը 6-ին 100 գինեգործական ընկերությունները ըստ մարզերի քայլերթ կիրականացնեն, այսպիսով մենք նաև ցույց կտանք, թե որքան ընդլայնված է փառատոնային, որքան ընդլայնված է մասնակիցների աշխարհագրությունը, թե ինչ մարզերից են ներկայանում, որ մարզերում են արդեն գինեգործությունը, որ մարզերում է նաև զարգանում, եւ այսպիսով քայլերթով բացումը կանենք 10-ամյա մեր փառատոնի։ Մարդիկ ինչպես կարող են մասնակցել, ովքեր որ չգիտեն, դրա մասին էլ խոսենք, մուտքը ինչպես է։ Մուտքը միջոցառման տարածք ազատ է, այսինքն ցանկացած այցելու կարող է գալ, շրջել տարածքում, սակայն եթե այցելուն ցանկանում է փորձել գինեգործների գինիները համտեսանել, անհրաժեշտ է լինելու ձեռք բերել համտեսման փաթեթ, որոնք կգտնեք փառատոնի տարածքում, ինչպես նաև մեր պաշտոնական կայքերում եւս վաճառվում է, եւ բոլոր այցելուները նաև ովքեր ունեն նախորդ տարիների բաժակները, իրենք կարող են գալ իրենց նախկին բաժակներով եւ պարզապես ձեռք բերել այս տարվա կտրոնները ու համտեսել փաթեթները։ Նաեւ նշեմ, որ այս տարվա մեր բաժակները նվիրված են մեր 10-ամյակին եւ լինել են շատ հետաքրքիր բրենդավորմամբ, թե բաժակները, թե մեր պայծյանները, ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու։ Մեր այս տարվա փառատոնի խորագիրը դա գինորերի մարտիկ են եւ մեր բրենդինգն էլ այդպեսին է, շատ հետաքրքիր, կարող եք մտնել, էջում տեսնել։ Բաժակի բրենդինգը կարծես կարող ենք կայքում տեսնել։ Այս հիմա չեք կարող տեսնել, քանի որ թաքցված է։ Անակնկալ է սպասվում, այո։ Այո, շատ գեղեցիկ ու հետաքրքիր է լինելու, մեր կայքից կարող եք ձեռք բերել։ Եվ ես ցանկանում եի նաև Սարյանի, Մոսկովյանի եւ Թումանյանի բնակիչներին շնորհակալություն հայտնել, որ ըմբռնումով եւ համբերատարությամբ մոտենում եք մեր այս 3 օրերին։ Մենք իրականում այս տարի ցանկանում էինք փառատոնը իրականացնել հանրապետության հրապարակում, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդարանական ընտրությունները համընկան եւ այդ պատճառով հրապարակում տեղի չունեցավ, սակայն 2027 թվականին խոստանում ենք, որ լինելու ենք հանրապետության հրապարակում։ Ավելի մեծ մասշտաբներ են սպասվում եւ նախագծերով շատ մեծ ենք լինելու։ Գնալով դեպի ամփոփում, բացի հանրապետության հրապարակում հայտնվելիս, ինչ նոր գաղափարներ, նոր մտքեր կան, որոնք որ կտանեն այս փառատոնը ել ավելի մասշտաբային զարգացման։
Թե մշակութային տեսանկյունից, թե զբոսաշրջային տեսանկյունից։ Մենք իրականում 2024 թվականին Երևանի գինորեր փառատոնի ժամանակ անցկացնում էինք Երևանի գաստրոնոմիկ օրեր, որի ընթացքում հրավիրում էինք տարբեր երկրներից Միշլինյան աստղեր ունեցող խոհարարների, որպեսզի իրենք գան Հայաստան եւ ճանաչեն եւ Հայաստանը եւ մեր հայկական գինին համադրեն միջազգային ուտեստների հետ։ Իրենք եկել էին եւ շատ նշանակալի էր, որ հենց ուտելիքները, որ պատրաստում էին, հայկական բնամթերքներով էին անում ու համադրում էին դրանք մեր տեղական գինիների հետ, քանի որ հոռեկա սեգմենտում ռեստորաններում հիմնականում խոհարարներն են որոշում, թե որ ուտեստի հետ ինչ գինի կարելի է համտեսել եւ կարծում եմ այս առումով էլի շատ նշանակալի է, որ այս միջոցառումը շարունակական լինի եւ մենք այս տարի պլանավորում էինք դա իրականացնել, սակայն քանի որ տարածքը թույլ չտվեց մեզ, այդ իսկ պատճառով 2027 թվականին դա եւս կիրականացնենք, ինչպես նաեւ համագործակցում ենք տարբեր դեսպանատների հետ, որպիսի տարբեր երկրների գինեգործությունը եւս ներկայացված լինի Հայաստանում ու եթե հրապարակում իրականացնենք, շատ աշխատում ենք, որ դրսի գինիները եւս ներկայացված լինեն։ Եվ էլի շատ այլ նախագծեր ու մտքեր ունենք, որոնք պետք է իրագործենք։ Որոնց մասին խոսենք, արդեն Իսկ մենք հաջորդ ձեզ սիրով կհյուրընկալենք նաև հաջորդ անգամ եւ Անպայման։ այո։ Շնորհակալություն ձեզ Շնորհակալ ենք ձեր շատ։ ժամանակը մեզ տրամադրելու համար, անհամբեր սպասում ենք գինու օրերին 2026-ին, ինչպես նաև արդեն 2027-ին, ինչպես իմացանք, լայնածավալ գործողություններ են սպասվում։ Իսկ դուք, սիրելի հեռուստադիտողներ, հնարավորություն ունեք հունիսի 5-ից 7-ը մասնակցելու գինու օրերի 10-րդ հոբելյանական տարվան, այնպես որ բաց մի թողեք առիթը, մենք վստահաբար օրերից մի օր կհանդիպենք։ Եվ որտեղ որ սպասվելու են ձեզ շատ անակնկալներ, որոնց մասին չենք ասի, գնացեք ու տեսեք։ Իսկ մենք, սիրելի հեռուստադիտողներ, տեսնենք երաժշտություն։ Լսենք երաժշտությունը, վերադառնանք։ Գնացինք։